Վճիրներին կամ դրանց ընթացքին գնահատական տալը իմ կոմպետենցիան չէ, այո, մենք երկիր ենք, որը վավերացրել ենք համապատասխան միջազգային պայմանագրերը եւ ընդունել ենք Եվրոդատարանի իրավասությունը մեր նկատմամբ։ Բնականաբար գործեր կլներ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կպարտվի, գործեր կլներ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի պարտվի, չասեմ հաղթող, որովհետեւ քաղաքացու հետ հաղթող չի կարող լինել պետությունը։ Գործեր, որտեղ չի պարտվի Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար այն գործերով, որտեղ կպարտվենք մենք, այդ գործերը մեր համար կլինեն որոշակի ուղենիշներ, որովհետեւ մենք հասկանանք, արդյոք ունենք օրենսդրության մեջ բացեր, որոնք պետք է փոփոխենք, լրացնենք, կամ արդյոք մենք ունենք օրենքների պրակտիկ կիրառման իմպլեմենտացիայի տեսակետից խնդիրներ, որ պետք է մեր իրական կյանքում կարողանանք կարգավորել։ Ես 10 տարի մոտավորապես դատավոր եմ աշխատել եւ սովոր եմ փաստերի հետ շատ զգույշ վարվել։ Այդ դուք ասում եք ըստ տեղեկությունների այսպես է եղել, դա հիմք եք ընդունում եւ գնում եք առաջ։ Իմ տեղեկությունները ընդհանրապես բացարձակ այլ բանի մասին են խոսում։ Ընդհանրապես սրնեղվելու խնդիր չունեմ, որովհետեւ անկախ նրանից ֆորմալ տեսակետից ես այդ հանձնաժողովի կազմում կամ թե չկամ, արտադրության նախարարը իր կարգավիճակով եւ իր պաշտոնի բերումով այս երկրում ունի այնպիսի իրավիճակ եւ այնպիսի հնարավորություն, որ չի կարող նույնիսկ ցանկության դեպքում ձեռնպա մնալ կամ հեռու մնալ այնպիսի կարևոր իրավական ուրեմն process-ներից, ինչպիսին է համանդրության փոփոխությունների նախագծի մշակումը, դրա քննարկումը։ Իսկ ըստ էության Հովլեքարտողը կարծեմ 3 թե այսօր պատասխանել է այդ հարցին, շատ մոտ ժամանակներս դուք կհամոզվեք դրանում։